Կարող եմ ասեմ, որ մինիմալ կապիտալով եմ սկսել այդ ամեն ինչը։ Հիմա քանի որ արդեն գովազդողները շատ են նույն Instagram-ը արդեն ընտրում է մեջներից ամենաշատ գումար տրամադրողին։ Փորձառությունն է ամենակարևորը կարծում եմ։ Փորձառությունը քեզ թույլ է տալիս, որ ավելորդ ծախսեր չանես, ավելորդ ներդրումներ չանես։ Ինքը մի քիչ բարդ է այսօր Հայաստանում ասված ռիսկերի գնահատումը, որովհետև շատ ռիսկեր քեզանից կախված չեն։ Ես այն ի սկզբանե միշտ հակված եմ եղել զրոյական վիճակում մարդկանց ընդունելուն։ Բիզնես պալատը հիմնադրել ենք այս 26 թվականի մարտ ամսին։ Շարունակում ենք մեր Business Challenge հաղորդումների շարքը, հաղորդում, որտեղ մեր հյուրերը իրենց բիզնես պատմություններով կիսվում են իրենց փորձառության մասին, փորձում են օրինակ դառնալ ձեր գուցե առաջին, գուցե ընթացքային քայլերի համար։ Իմ այսօրվա հյուրն է Ալեքսանդր Թումասյանը, Ալոս քաղցրավենիքի ընկերության հիմնադիր։ Բարև ձեզ Ալեքսանդր ջան։ Շնորհակալություն հրավերին։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ալեքսանդր ջան, նշեցինք խոսելու ենք այսօր քաղցրավենիքի ընկերության մասին եւ կուզենայինք միանգամից սկսել թե Ալոսը ինչ ընկերություն է, երբ է հիմնադրվել, միանգամից պատմեք ձեր ընկերության մասին։ Նախ սկսեմ նրանից, որ արդեն մոտ 16 տարի, 17 տարի Հայաստանում զբաղվում եմ տարբեր ընկերությունների վաճառքի մեջ ոլորտում ու նմանատիպ ապրանքներ եմ միշտ վաճառքով զբաղվել, վաճառքը ղեկավար է, որը ուղղվածություն է ունեցել մանկական սնունդի, հա։ Դրանից ոնց որ ասած նախկին ընկերությունից դուրս գալուց հետո որոշեցի ինչու չունենալ իմս։ Եվ այդտեղից հենց 22 թվականից, թե 22 թվականից հիմնեցի իմ ընկերությունը Ալոս ապրանքանիշով։ Ապրանքը վաճառում ենք Հայաստանի տարածքում։ Հայկական շուկայում է վաճառքը։ Այո, հայկական շուկայում է։ Ապրանքատեսականու մասին էլ կնշեք։ Ապրանքատեսականին ինքը մի քանի տեսակ ադիբուդիներ են, պարկերով, բաժակներով, քաղցր բամբակ, բաժակով, քաղցր ծողիկ, որոշ ընկերությունների պաշտոնական ներկայացություն ունենք, որոնք հենց նպաստում են այդ կոնկրետ ապրանքատեսակների արտադրության համար, օրինակի համար բամբակ արտադրելու, քաղցր բամբակ արտադրելու հաստոց, փաթեթավորման հաստոցներ եվրոպական, որոնք որ խոսքի օգտագործում են փաթեթավորման մեջ։ Ու հանդիսանում ենք նաև դրա պաշտոնական ներկայացուցիչը։ Եթե փորձենք միանգամից, եթե խոսքը ուտելիքին եւ նամանավանդ երեխաներին է վերաբերում, բոլորին կհետաքրքրի դրա հումքը, մաքրությունը, օրգանական բնությունը, օրգանիկ բնույթը, կպատմեք ինչ հումք եք օգտագործում պատրաստելիս։ Նախ ասեմ, որ թե ադիբուդին, թե քաղցր բամբակը, ինքը նաև քաղցր ծողիկը իր մեջ գրեթե չես կարող ուղղակի այլ բան օգտագործես, որովհետև ինքը շատ պարզ կոնցենտրացիա ունի։ Ադիբուդին հենց ինքնին եգիպտացորենի հատիկ է ու արդեն համերով շաղաղված էլի, նայած արդեն ինչ համով եւ ոնց ենք իրան պատրաստում։ Իր մեջ հավելումներ չի կարող լինել, էլի, սենց ասեմ։ Այսինքն ինքը այն ապրանքներից մեկն է, որ մանավանդ դասականը մենակ ինքը աղ է եւ եգիպտացորենի հատիկ։ Նույնը քաղցր ծողիկն է, որը պատրաստում է էլի եգիպտացորենի հատիկից, աղացած ալյուրից, դե շաքարն էլ։ Հա, ես միշտ հարցնում եմ, որ բիզնեսից դուրս տվյալ բիզնեսում, երբ որ մարդը գալիս պատմում է իր բիզնես օրինագից, շատ հետաքրքիր է տեսնել եւ լսել, թե այլ ինչ փորձառություն է ունեցել, բիզնես փորձառություն, դա մի մասը եւ երկրորդը ինձ շատ հետաքրքրում միշտ կրթությունը, համալսարանական կրթությունը։ Կպատմեք մի քիչ ձեր մասին։ Փորձառությունս ավելի շատ
ինքը Հայաստանի վաճառքի ոլորտում է, մասնագիտացած եմ ավելի շատ Հայաստանի մարքետների վրա ապրանք վաճառելու, ապրանք առաջարկելու ոլորտում։ Կրթության մասով ասեմ, որ մագիստրոսի կոչում ունեմ, տնտեսագետ եմ մասնագիտությամբ, տնտեսագիտության մագիստրոս ու հիմնականում ուղղվածությունս տարել եմ զարգացման նրա հետ կապված, որ քանի որ շատ բաց կողմ ունենք Հայաստանում այս նմանատիպ ընկերությունների դա հաշվապահություններն են, հենց մագիստրոսական թեզս ուղղել եմ հաշվապահության վրա, ֆինանսական, որ կարողանամ ինքս տիրապետել, ինքս ղեկավարել իմ ֆինանսական հոսքերը, մուտքեր, ելքեր, հոսքերը եւ ընդամուր։ Այսինքն ձեր կրթությունը այսեն քիչ դեպքերից է, երբ որ նպաստում է եւ կիրառվում է բիզնեսում, բիզնեսի ձեր փորձառությանը գումարվում է։ Այո, ես կարծում եմ, որ անձը, եթե ինչ-որ մի բանով զբաղվում է, չեմ կարող ասեմ, եթե վարորդ է, պետք է խոսքի համ մեքենայի ընտածա գործ լինի, համ մեքենայի խոսքի, չգիտեմ, էլեկտրականությունից հասկանա, բայց կարծում եմ, որ էլ ավելի ճիշտ ու լավ կլինի, ավելի հաջողություն կունենա տվյալ անձը, եթե ինքը տիրապետե որոշ կարևոր բաներին, էլի։ Ես կարծում եմ, որ բիզնեսով զբաղվողը նաև ճիշտ կլինի, որ իր հաշվապահական եւ ֆինանսական գործառույթներին տիրապետի։ Ալեքսանդր ջան, մի փոքր կպատմեք ստարտային վիճակի, ստարտային կապիտալի։ Ես ձեր խոսքից հասկանում եմ, որ դուք տասնամյակների գրեթե 2 տասնամյակի պատմություն եք անցել ձեր բիզնես փորձառությունը նաև այլ ընկերություններում, բայց կոնկրետ ձեր 22 թվականին հիմնված ընկերության հիմքը տնելու ժամանակ դուք ինչ ստարտային կապիտալ եք ունեցել, ոնց եք հիմնել ընկերությունը։ Կարող եմ ասեմ, որ մինիմալ կապիտալով եմ սկսել այդ ամեն ինչը, ինքը այն բիզնեսը չի, քանի որ մոդելին տիրապետում ես արդեն երկար տարիներ, քո համար ավելի հեշտ է, այնքանով է հեշտ, որ փորձառությունն է ամենակարևորը կարծում եմ, փորձառությունը քեզ թույլ է տալիս, որ ավելորդ ծախսեր չանես, ավելորդ ներդրումներ չանես, շատ քիչ գումարով կարողանաս ստանաս արդեն պատրաստի պրոդուկտ։ Մեկ էլ ինձ թվում է դուք արդեն համապատասխան ոլորտի լոգիստիկ ուղղություններին տիրապետել եք եւ բոլորին ճանաչել եք եւ դա ձեզ օգնել է միայն։ Իհարկե, դե հայաստանյան շուկան փոքր է, արդեն գիտես, որ մարքեթներն են լավ աշխատում, նույնիսկ որը վատ են աշխատում, որը ոնց է վճարում, համապատասխանաբար արդեն ունենալով քո ապրանքը թեկուս տնօրինելով այլ ընկերություն, արդեն գիտակցում ես, էլի, ում հետ աշխատես, ում հետ շարունակես։ Խոսեցինք լոգիստիկա բառը նշեցիք, սակայն կուզեմ այլ տեսանկյունից նաև հարցնել ձեզ, քանի որ դուք ասացիք Հայաստանում է հիմնականում վաճառքը, մեծ դիտողներն էլ երևի կհետաքրքրի, թե լոգիստիկ տեղափոխման հնարավոր ելքերը, ճանապարհները ոնց է կազմակերպում, ինչ ժամկետներով, ինչ մեթոդներով։ Դե վաճառքը խոսեցինք, որ լոգիստիկան հիմնականում խանութներում արվում, հա, ու նույնիսկ կան ընկերություններ, որոնք որ իրենց կորպորատիվ հավաքույթների բաների ժամանակ պատվիրում են պոպկորն, ադիբոդի, դե վաճառքը սովորական դասական կերպով է արվում, շուկայի զարգացման պատասխանատուները գնում են, պատվերը գրում են, հաջորդ օրը կամ առաքիչները մոտենում են, հա, առաքիչները արդեն առաքումը անում են։ Իսկ marketplace-երում ներկայացված եք, թույլ տալիս է հիմիկվա հնարավորությունները ուտելիքի marketplace-երում, ինչքան գիտեմ, սահմանափակումներ չկան։ Ну վերջի պահերը հանած էլի, վերջի խնդիրները հանած։ Հա, ունենք հիմա ներկայությամբ, ինքը այդքան էլ նմանատիպ ոլորտի ապրանքները, բարձ ասեմ, որ այդքան էլ հակված չի մեր ժողովուրդը marketplace-ներից գնման համար։ Վալբերուսում կայինք։ Հա, դեռ ժամանակի հարց կա, կարող է իմաստ։ Հայաստանում հայկական 1-2 ընկերությունում, օրինակ սուպերմարկետ կետերում եւ այլն։ Հա։ Բայց ինքը էլ եմ ասում, այդ ոլորտային բաներ կա, որ ավելի կարճաժամկետ on-line հարթակներում marketplace-եր եթե անգամ դրան, ավելի off-line մոդելն է ինքը։
Շնորհակալություն Ալեքսանդր ջան։ Իսկ եթե բուն բիզնեսի մասին խոսենք, թե ինչ սայտագումներ, թեկուզ հենց 22 թվականից ինչ կան էլ փորձառություն լինի, ինչ դժվարություններ եք հաղթարել այդ սկզբի փուլերում։ Դժվարությունները գիտեք ոնց է, հիմնականում իհարկե մենք Հայաստանում աշխատում ենք, Հայաստանում ստեղծում ենք, ինչ-որ պրոդուկտ է ստեղծում, բայց գործ ունես մարդկանց հետ, ովքեր որ շատ-շատերը ոչ պրոֆեսիոնալ են, օրինակի համար, չգիտեմ, մի քանի ամիս տևել է դիզայների աշխատանք, մի քանի ամիս տևել է խոսքի, չգիտեմ, այլ տպագրական եւ այլ նման հարցեր, որը խոսքի, հա, քեզ արդեն աշխատանքից ու քո ժամանակից հետ ագնում, որը ամենաթանկն է, էլի կարելի ասել։ Եվ բնականաբար գալիս է երկրորդ փուլը, որ արդեն ոնց մարքեթներ կարողանաս առաջարկես, ինչ հիմունքներով, սկսած մուտքավճարներից, վերջացրած մարքեթինգային ծախսերով եւ այլն, որ կարողանաս մտնես որոշ ցանցեր։ Իսկ մարքեթինգային ինչ արշավներ եք իրականացնում, բացի շուկայի զարգացման պատասխանատուները, որոնք մտնում են խանութներ, ներկայացնում են ապրանքը։ Մարքեթինգային հիմնականում մեն խոշոր սպառող պոպկորն օգտագործող են ընկերությունները, որոնք որ ֆուտբոլային, այլ նմանատիպ սպորտային ակումբներ եւ այլն նման ընկերություններից ենք, հա, փորձում ենք փոխենք էլի պրոֆիլը, որովհետեւ միշտ շուկան սովոր է եղել, չգիտեմ, այս բոլորին ծանոթ TV-ից կամ եւ այլ մարքեթինգային աշխատանքներից էլի, որը այսօր այդքան էլ արտիական չի։ Իսկ օնլայն հարթակներում գովազդելը թե էլի թույլ է։ Օնլայն հարթակներում ճիշտ ասած, քանի որ հիմա խոսքի հիմնականում շեշտը տրված է երկու սոցցանցի վրա, հա, Facebook, Instagram, ինքը այն ժամանակ, երբ որ խոսքի քիչ էին ընկերությունները, թեկուզ հայկական, այն ժամանակ կարող էր, օրինակ եմ ասում, ինչ-որ $5 կամ $10 ինչ-որ դիտում ապահովեիր կամ կարողանայիր հենց թարգետը հասցնես ճիշտ հասցեատիրոջը։ Հիմա քանի որ արդեն գովազդողները շատ են նույն Instagram-ը արդեն ընտրում է մեջներից ամենաշատ գումար տրամադրողին, այսինքն 20 հոգի գովազդ են անում, ցույց է տալիս քեզ այն գովազդը, որն որ խոսքի ավելի շատ է վճարում, քան դու։ Բնականաբար նման ֆինանսներ դեռ չունենք։ Այս աշխատանքի ընթացքում կարծում եմ տարիների ընթացքում ավելի ճանաչելի կդառնա։ Ալեքսանդր ջան, կա ինչ-որ մեկը հենց ձեզ համար որպես ոգեշնչման աղբյուր, ոգեշնչման օրինակ, մարդ կամ երևույթ։ Դե ոգեշնչվում եմ իմ ընտանիքով, իմ էմոցիաներով, իմ ոչ թե ընկերություն ունենալու կամ ինչ-որ բրենդ ունենալու, այլ նրանով, որ ինչ-որ բան է ստեղծել դու։ Մարդ, որը խոսքի, չգիտեմ, ունես արդեն ստեղծած պրոդուկտ, որը մանավանդ որ կարող ես թույլ տալ հյուրասիրել երեխաներին կամ եւ այլն։ Մտքովս անցնում է, մի քիչ կարող է տեղին համեմատություն չունի, բայց երևի ոնց որ արվեստի գործիչն է, ինչ որ արվեստի գործ ստեղծում, նման գործարարի համար երևի նման պրոդուկտն է։ Հա, իհարկե։ Հիմա ոնց որ ասած, ձեր աշխատանքն է, այսօր ունեք դուք հաղորդում, հիմա ոնց որ արդեն դուք էլ ունեք ձեր պրոդուկտը, էլի։ Շնորհակալություն։ Կարելի է հպարտանալ։ Ալեքսանդր ջան, իսկ ինչպես եք բիզնեսում գնահատում ռիսկերը։ Ռիսկերի գնահատումը ինքը մի քիչ բարդ է այսօր Հայաստանում ասված ռիսկերի գնահատումը, որովհետև շատ ռիսկեր քեզանից կախված չեն։ Ինչքան էլ դու մասնագետ լինես, ինչքան էլ փորձես գնահատես, կարծում եմ, որ խոսքի այն ապրանքը, որը տանում ես, որ տալիս ես անպարեխիղճ ցանցերին, նույն հայկական, որոշակիները կան, չեմ ուզում հիմա անվանական ասել, մտածելը, որ խոսքի այդ տվյալ անձը պիտի ապրանքը իրացնի, քո գումարները վերադարձնի, հաշիվ ապրանքագրով վաճառած, բնականաբար խոսքի դա արդեն քո համար ռիսկ է հանդիսանում, այնքան որ հատկապես երբ որ դու ինչ-որ ֆինանսական
մուտք ես սպասում, գիտես որ այս ժամանակում ինքը կգա ու գիտես որ արդեն պլաններ կան այդ գումարի հետ կապված, հեսա այդ գումարը կա, այս գործի մեջ շարունակենք, այս մի ճյուղը շարունակենք ու հաբաղում է լինում, արդեն պլանները լրիվ փոխվում են։ Հա, ինքը շատ լուրջ հարց է, այսօրվա դրությամբ շատ լուրջ հարց է, որը բոլոր ընկերությունները ոնց որ այդ հարցի առաջ են ծառացած, մենակ ես չէ, մենակ երկրորդը չէ, բոլոր հայ արտադրողները այսօր այդ խնդրի առաջ են կանգնած, որ այսօր օրենքը պահանջում է, պետությունը պահանջում է, որ մենք աշխատենք օրինական հաշիվ ապրանքագրով ապրանք ենք վաճառում տվյալ կազմակերպությանը, ու տվյալ կազմակերպությունը քեզ ուղղակի չի վճարում։ Առանց ոչ մի տեսակի պատճառի, ինքը ուղղակի ասում է չեմ վճարում, գնա դուր տադի։ Իսկ տադարանը ոչ մի բան չի կարող անել, քանի որ այդ տվյալ ընկերությունը ինքը պատասխանատու է իր ուստավնոյ կապիտալով, իր հիմնական միջոցներով, իսկ հիմնական միջոց չունի այդ մարդը։ Այդ կազմակերպությունը չունի ոչ մի բան, զրոյական վիճակով այսօր ՍՊ բացելը, չգիտեմ, իշքանով եք տեղյակ, անվճար է։ Հա, Այսինքն ցանկացած ոք կարող է մոտենա ՍՊ բացի, գնա մի հատ խանութ վարձակալի, այդ խանութում ստանա ապրանք, բոլորից գումար ապրանքները վերցնի, գումարը չվճարի ու գնա տունը նստի չփախնել։ Իրականում շատ կարևոր բիզնեսում հիմնախնդրից ենք սկսել խոսել, այդ շատ կարևոր է ու հիմնականում այդ շատ զգացվում է սկզբի փուլերում, երբ որ դու անընդհատ ունես այդ ֆինանսական հոսքերի եւ շրջապտույտի կարիքը, այդ սկզբում շատ դժվար է։ Գործընկերներ, խոսեցինք մենք արշավների ժամանակ B2B սեգմենտի ընկերությունների մասին, մի փոքր խոսեք գործընկերների մասին։ Գործընկերները ասում որ Գևորգ ջան, հիմնականում քանի որ ընկերությունը կառավարչական կազմի մեջ հիմնական ես եմ, այդ ամեն ինչով զբաղվում, գործընկերներս ավելի շատ ընկերության այդ արտադրանքից համալրման փուլին մասնակցող անձիկ են, չգիտեմ, փաթեթավորումն է անում, մյուսը տպագրությունն է անում, մյուսը հումքն է մատակարարում, ներմուծումներ եւ այլն, այսինքն գործընկերները ասվածս այս պայտրությամբ ոնց որ ասած իրանք են։ Ումից որ դուք եք օգտվում, գնում եք կատարում ծառայություն են մատուցում ձեզ, նաեւ աութսորսինգային ֆորմատով եք, այսինքն աշխատում մեծ մասներ։ Աութսորսինգային, հա, ֆորմատով հիմնականում համ ֆինանսական մասն է, համ արտադրական մասն է, ավելի շատ ես զբաղվում եմ իմ սեփական ընկերության վաճառքով։ Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Իսկ մրցակիցներ ինձ թվում է շատ կան, կլինեն շուկայում մրցակիցներ, ոնց է այդ մրցակցային հարաբերությունները կառավարում։ Նորմալ, բնականաբար իշքան շատ լինի, այնքան ավելի շատ կփորձես վաճառես, քանի որ բնականաբար եթե շատ է օգտագործվում մի պրոդուկտից, բնականա ավելի կշատանան օգտվողները, էլի, սենց ասած։ Ալեքսանդր ջան, իսկ մասնագետների հետ կապված աշխատագիցներ ոնց եք ինտեգրում, ինչ հայտարարությունների միջոցով, ինչ թիրախ եք դնում, որ աշխատագիցները ինչ հատկանիշներ ունեն, մարդկային հատկանիշները, թե տրեյնինգ եք անում մասնագիտական հատկանիշները։ Ես Այն ի սկզբանե միշտ հակված եմ եղել զրոյական վիճակում մարդկանց ընդունելուն, այսինքն աշխատանքային փորձ չունեցող։ Զրոյականը ինիգադի ունեմ ընդամենը աշխատանքային փորձի մասին է խոսքը, որ այդ տվյալ անձին այդ վաճառքի հմտությունները փոխանցեմ ես։ Սովորեցնեք։ Արդեն հա, իմ տրեյնինգներով, իմ ոնց որ ասած փորձով տվյալ անձին ոնց է պետք տեղավորել, ոնց է պետք դնել, ինչ բարձրության վրա եւ այլն։ Իսկ երբ որ մարդը գալիս է արդեն ինչ որ X փորձով, այդ մարդուն էլ դու չես կարող սովորացնես, որովհետեւ ինչքան էլ դու իրան ասես, կասի, գիտես, այս ինչ տեղը ես աշխատում եմ, ինձ ասում են դիր աջ կողմը, հիմա դուք ինձ ասում եք դիր ցախ կողմը։ Դրա համար, եթե դու արդեն իսկ Հայաստանում կա մի քանի հատ մանկական բրենդ, որից 3-ում արդեն ես աշխատել եմ, ունենալով հենց այդ մանկականի փորձը, դրա համար կուզենամ, որ ինքը զրոյական փորձով անձ լինի, որ կարողանաս սովորացնես ոնց է ճիշտ, այսինքն քո ֆունդամենտը տնես, քո
մտածածին ձևով ծռես այդ հմտությունները։ Իմաստ չունի նորից այն սխալը անի, որը խոսքի ժամանակին նույն ես եմ արել կամ իմ մենեջերն են արել, որը արդյունք չի բերում, էլի, իզուր ժամանակի կորուստ ենք ունենալու։ Դեռ նաև մյուս կողմն էլ կա, չեք ափսոսում այն ձեր էներգիան ժամանակը, որ տնում եք այդ զրոյական հմտություններ ունեցող աշխատակիցների վրա եւ գուցե մի օր իրանք բնական ֆիլտրացիայով գնում են ուրիշ ընկերություններ։ Դա բնական, ոնց որ ասած, կյանքի հոսք է, Գևորգ ջան, ու տենց էլ միշտ եղել է, ոնց դուք եք ասում, որովհետև այսօր ունենք հզոր ընկերություններ Հայաստանում, մեծ ընկերություններ, որոնք էլ ավելի շատ են վարձատրում, լավ են վճարում, ու բնականաբար այդ մարդը, երբ որ զերոյական վիճակից ինքը արդեն ստանում է աշխատանքային փորձ, մասնագետ է դառնում, դա շատ նորմալ է մեզ դրան նայեն, որ մարդը ցկտում ունի էլ ավելի շատ վարձատրվելու, ավելի կայացած լուրջ բրենդ ներկայացնելու, դա նորմալ բան է։ Մի հատ sense բլից հարց, փորձ, գիտելիք թե համարձակություն, պետք է ընտրել միայն մեկը։ Գիտելիք կարծում եմ։ Բիզնեսի մեջ գիտելիք։ Եա, շնորհակալություն։ Փորձենք խոսել մի փոքր մեր հայկական տնտեսության ապագայից։ Դուք ինչպես եք տեսնում հայկական տնտեսության ապագան։ Որ ոլորտներում եք տեսնում։ Այս տվյալ պահին շատ կողմերից եմ ես բացեր տեսնում, շատ։ Հիմնական առաջի խնդիրը նրանում է կայանում, որ իմ տեսակետն եմ ասում բնականաբար, նաև որ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են զբաղվում ոլորտային նեղ մասնագիտական գործերի մեջ։ Լավ մենեջերը կարծում եմ, որ բոլոր ոլորտներում կարողանա ինքը աշխատի, բայց իր կողքը պարտադիր պետք է, որ լինի ոլորտային պրոֆեսիոնալ մասնագետ։ Այսինքն ապագայի մասին եթե խոսենք, ես կուզենամ, որ ցանկացած ոլորտի ունենանք լավ մասնագետ, որ այդ ծեր ասած, որ քննարկում ենք մենք իրար այդ փորձառության մասին եւ այլն, ինքը չունենա ոնց որ այն խնդիրները, որ միշտ ունենալու է, բան չունեմ ասելու ճանապարհի ընթացքում, բայց կարծում եմ, որ պրոֆեսիոնալ էլ ավելի քիչ խնդիրներ կառաջացնի, էլի։ Մեզ մոտ բաց է տնտեսությունը, մեզ մոտ բաց է իմպորտը, էքսպորտը, մեզ մոտ բաց է ամենակարևորը գյուղատնտեսությունը, մենք չունենք գյուղատնտեսություն, այս պահի դրությամբ սկսած գազարից, այն ամենատարական, որ ինքը գրեթե ամեն եղանակային պայմաններում նենց մշակաբույս է, որ ինքը աճում է, մենք չունենք։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները իր զարգացման ամենամեծ, ոնց որ ասած, քայլերից մեկը այն էր, որ իրանք սկսեցին կուկուրուզով զբաղվել, այսինքն եգիպտացորենի հատիկով, այն ինչը պոպկորնի ոնց որ ասած հումքն է, որով իրանք կարողացան ապահովեն ալյուրով արդեն բնականաբար հաց եւ այլ ամեն ինչը, ձետ, անասնակեր, այսինքն մի պրոդուկտ, որի մեջ պարունակում է ամբողջ տնտեսության աճ։ Մենք չունենք մեզ մոտ, նման բաներ չկա։ Գրեթե ամեն ինչ այս պահի դրությամբ ներկրվում է, ներմուծվում է ու մենք կախված ենք հարևան պետություններից։ Ցանկացած հոսանք մեր վրա ազդում է։ Հիմա ներկայությամբ Իրանական Իսլամական Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում խնդիր կա ու մեր մոտ արդեն ռեզոնանս է տալիս այդ գնաճի խնդիր ունենք, դեֆիցիտ ունենք ապրանքների շատ նման եւ այլ շատ հարցեր։ Ալեքսանդր ջան, մենք այս հարցին դեռ կվերադառնանք, քանի որ նշում ունենք արած սրա հետ կապված, բայց կուզենայի մեր հաղորդաշարի տրամաբանության մեջ մեկ ուրիշ հարց տալ հենց մեր չելենջի գաղափարի իմաստով, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած այսօր ձեր բիզնեսը եւ ինչի կարիք ունի։ Կարծում եմ կարիքը ամենամեծ կարիքը կարող եմ ասեմ, որ այսօր շատ երկրներ են դրան գնացել, որ հստակ առաջնահերթություն են տալիս տեղական արտադրողին,
մանավանդ փոքր, այսինքն եթե տվյալ երկրում կա նմանատիպ արտադրող ընկերություն, առաջնահերթությունը թե դարակաշարերի վրա մարքետների, թե ժողովրդի օգտագործման այդ որոշ ապրանքներ սկզբից վերցնում են այդ տվյալ քաղաքի, տվյալ երկրի արտադրանքը, եթե չի հերիկացնում, հետո նոր ներկրվածն են օգտագործում։ Այսօր եթե նման ձևով մենք բոլորս շարժվենք, այսինքն խտանենք հայրենական արտադրանքը։ Հայրենական արտադրանքին, այո, իհարկե։ Բայց հայրենական ապրանքը այն ինչը խոսքի հիմնականում Հայաստանում է ինքը ավելի շատ ջանք գործադրվում դա արտադրելու համար, որովհետև եթե չգիտեմ ինչ օրինակ բերեմ էլի, եթե չգիտեմ այդ բաժակը բերվում է դրսից, բնականաբար այդ տվյալ անձը հարգ է վճարում եւ այլն։ Դա ես չեմ համարում հայկական արտադրանք։ Հա, հայ է ներմուծում ինքը, բայց ավելի շուտ ես պրոդուկտի մասին եմ խոսում, այն ինչը ստեղ իր վրա, չգիտեմ, գյուղատնտեսությամբ ցանվում է, հա, փակ շղթայական ճանապարհ է անցել երևի։ Բավական աշխատանք է տարվում ու այդ ամբողջ շղթայի մեջ աշխատում է գրեթե 5 ստորաբաժանում, չգիտեմ, գյուղացին է աշխատում, հետո բերում են քաղաքից խոսում, վերավաճառողներ, վերամշակում են, այսինքն մի քանի ոնց որ ոլորտ ինքը աշխատում է։ Իսկ ֆինանսական տեսանկյունից դուք էլ նշեցիք խոսքի մեջ, որ փոքր ընկերություն է, զարգանում է, այլ մարտահրավերներ, ֆինանսական մուտքեր, համագործակցություն ուզում եք ներդրումների պատրաստեք, թե ուզում եք ձեր գծած մոդելով ինքը այդ շղթայական շարունակի աճը։ Չէ, բնականաբար ավելի հեշտ տարբերակներ կան։ Նա չի որ խոսքի գնաց նրան, որ Բայց դուք բաց եք դրան, էդ։ Այո, իհարկե։ Հա։ Իհարկե։ Իսկ դուք ձեր բիզնեսից էլ դուրս, ձեր փորձառությունով եւ նաեւ ձեր բիզնեսով գուցե ինչու՞ չէ, այլ բիզնեսները ինչով կարող եք աջակցել։ Հիմնականում գիտեմ, որ բոլորը ասում են, որ բաց ենք, խորհրդատվություն կարող ենք տալ կան, զրուցենք։ Այո, իհարկե, այսօր քանի որ արդեն երկար տարի ես շուկայում եմ, շատ ունեմ ընկերներ, տարբեր ընկերություններից, ում հետ որ մշտական հանդիպումներ, կոնֆերանսներ եւ այլն քննարկումներ են կանում, խորհուրդներ ենք մեկս մյուսից տալիս։ Չգիտեմ, օրինակ մեկը գալիս է, ասում է, այս ապրանքանիշն եմ ներկայացնում, ինչ լոգիստիկ ցանցերից եք դուք օգտվում, կարանք մենք էլ օգտվենք, կարաք խորհուրդ տակ։ Այո, իհարկե։ Լրիվ բաց եք, ազատ եք։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Ինչ նոր ծրագրեր կան ձեր բիզնեսում գալիք շրջանի համար։ Ճիշտն ասած, ներկայությամբ ոնց որ սպասում ենք նոր ցանցերի հետ համագործակցության ըստ համապատասխան դրա նոր կկարողանանք արձագանքի ու ազդագի եք սպասում, որ հա։ Քանի որ այն ցանցերի հետ, որի հետ աշխատում ենք արդեն, ոնց որ վաճառքը այդքանով սահմանափակվում է։ Այս բայի դրությամբ ընդլայնվելու կարիք չեմ տեսնում, քանի որ ունենք օրինակ 10 ցանց, 10 ցանցին հերիկացնում է մեր արտադրանքը։ Իսկ ապրանքատեսական ու ավելացման տեսանկյունից այո, կա, բայց արդեն լրիվ այլ ոլորտի, չրերի, քաղցավենիքի, այլ փաթեթավորման նույն բրենդի տակ։ Հա, նույն բրենդի տակ։ Ինչ խորհուրդ կտաք նոր սկսնակ գործարարներին կամ ովքեր որ ուզում են բացել նոր ընկերություններ։ Ունենան համբերություն, որովհետև հենց առաջի օրվանից արդյունք չեն տեսնելու։ Եվ բնականաբար սիրեն այն ինչը ուզում են անել, էլի։ Հա։ Շատ կարևոր է։ Մենք նշեցինք, որ մի փոքր այլ ֆորմատի մասին էլ կխոսենք եւ երբ որ արձազվեց հայկական տնտեսության հարցը, դուք ասացիք, որ էքսպորտի վրա է շատ շեշտը դրած։ Ես ինչքան տեղյակ եմ, դուք նաեւ հանդիսանում եք միջազգային բիզնես պալատի նախագահ։ Մի փոքր կպատմեք բիզնես պալատի գործունեության մասին, ինչ ֆունկցիա է վերցրել իր վրա, ինչ կեդում եք եւ ինչ եք ուզում ստանալ։
Այո, իհարկե, ասեմ Գևորգ ջան, ուրեմն բիզնես պալատը հիմնադրել ենք այս 26 թվականի մարտ ամսին որպես օֆիցիալ։ Իսկ մինչև այդ նմանատիպ գործունեությամբ ինքը զբաղվում է արդեն գրեթե 3 տարի։ Մենք որպես վոլոնտյորսկի սենց կամավորական հիմունքներով ենք միշտ զբաղվել այդ նույն գործունեությամբ, բայց արդեն օրինական հիմքով, անդամավճարով եւ այլն, ինչով է ինքը զբաղվում հիմնականում միջազգային եվրոպական ցուցահանդեսների ընկերությունների հետ ունենք պայմանագրեր, ովքեր որ ֆինանսավորում են հիմնականում անձանց, ովքեր ուզում են ծանոթանան իրենց ոլորտային էլ ավելի հզոր ընկերությունների հետ, փորձառությունների հետ, կառույցների հետ, օրինակի համար չգիտեմ, հիմա ներկայդրությամբ օրինակի համար ունենք սեպտեմբեր ամսին Տեխնա ցուցահանդեսը, որը կայանալու է Միլանում, հստակ օրինակով բերեմ էլ իր զբաղվածությունը, ընկերություններ, որոնք որ զբաղվում են քարամշակմամբ, այդ ընկերությունների համար խոսքի մենք օրինակ տրամադրում ենք երկկողմանի ավիատոմս, հյուրանոցի վճար, Շենգեն վիզայի աջակցություն, տրանսֆեր, նախաճաշ եւ այլն, մուտք դեպի Fiera Milano այդ ցուցահանդեսի սրա, որի մենակ մուտքավճարը գրեթե մոտավոր ասած 300 եվրոյի կարգի է։ Այդ ամեն ինչ այդ փաթեթը մենք տրամադրում ենք մեր տեղական արտադրողներին, գործարարներին, որ կարողանան մարդիկ կան, մասնակցեն, եթե իրանք քարամշակմամբ են զբաղվում, կան ծանոթանան արդեն փորձառություն ունեցող տարիների ընկերությունների հետ, հաստոցների հետ, նոր արտադրանքի հետ, մշակման նոր եղանակների հետ, ու բնականաբար ու ինքը շատ մեծ ոլորտային է, ամիսը, 2 ամիսը մեկ անգամ տարբեր ոլորտների ցուցահանդեսներ է լինում։ Դիմավորող կողմը, այսինքն ձեր գիտեցած կառույցներն են, ձեր Այո, իհարկե, արդեն 3 տարի գրեթե նույն գործունեությամբ զբաղվում ենք մենք, ոնց որ ասած, հիմա նոր արդեն այդ ամեն ինչը արվում է պալատի միջոցով, էլի հուշագիր ենք ստորագրել արդեն օրինական, ոնց որ այս 3 տարին ես իրենց համար հանդիսանում էի որպես կամավոր, կամավոր պաշտոնական ներկայացուցիչ, հա, իսկ հիմա արդեն ոնց որ պալատն է հանդիսանում իրենց ներկայացուցիչը, որի արդեն նախականել ես եմ, էլի։ Եվ շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում այդ գործում եւս։ Ալեքսանդր ջան, եթե հանդիպեինք, ասենք 3 տարուց, 5 տարուց կամ 10 տարուց, ինչը կուզենայիք փոխված լիներ մեր երկրում, գործարար իրականությունում, ընդհանրապես աշխարհում, ձեր տեսլականը մի փոքր կիսվեք մեզ հետ։ Աշխարհի մակարդակով մի քիչ վաղ է խոսելը, ճիշտ կլինի խոսենք մեր երկրում, քանի որ դիմաց է նաև ընտրությունները, չենք ուզում քաղաքական թեմային անդրադառնանք, բնականաբար, բայց քանի որ ապրում ենք Հայաստանում, մեր երկրում, ամեն ինչն էլ մեզ հետաքրքրում է ու մեր հետ կապ ունի։ Ես կուզենամ տեսնեմ ազնվություն իմ ոլորտի գործընկերների մոտ, քանի որ ոչ բոլորի մոտ ես նկատում են սնունդի արտադրողների մասին է խոսքը, այն աշխատանքը, այն մոտեցումը, որը որ ինքը վայել է հային, վայել է արտադրողին, այսինքն մարդիկ չտրվեն գումարին, մարդիկ չտրվեն քանակին, շրջանառությանը, որակի հաշվին խոսքի չլինի այդ շրջանառությունը, էլի սենց ասած։ Կուզենամ, որ խոսքի էլ ավելի ազնիվ ու առողջ մոտենան այդ գաղափարին։ Շատ կարևոր է բիզնեսում, բիզնես հարաբերություններում։ Ալեքսանդր ջան, ո՞րն է հաջողության բանալին։ Սերը կարծում եմ։ Շնորհակալություն։
Մենք մի երկու խորագիր ունենք մեր հաղորդաշարի ընթացքում, խորագիր եւ ավանդույթներ, որոնցից մեկը արդեն ձևավորվել է, դա գիրք նվիրելն է։ Հիմնականում սկզբից ուզում էինք բիզնես ոլորտի գրքեր նվիրեին մեծ դիտողներին, ամենահետաքրքիր մեկնաբանություններ գրողներին, սակայն հետո տվեցինք այդ ազատությունը մարդիկ այն, ովքեր ցանկացան իրենց պրոդուկտներից տալ, բայց կուզենամ լսել, թե դուք ինչ գիրք եք ուզում նվիրել մեծ դիտողներից մեկին, ով որ համապատասխան հետաքրքիր մեկնաբանությունը կգրի։ Ճիշտն ասած, երկու տարբերակն էլ շատ հարմար է։ Ես սիրով կթողնեմ ստեղ։ Լավ կլինի գիրք նվիրելը, այո։ Չէ, ես նաև կթողնեմ ստեղ իմ պրոդուկտը, որ հաջորդ ծեր հյուրը կարողանա օգտվի պրոդուկտից ու նաև ինչու՞ չէ կարելի է խոսքի ինքը մտցնել ֆորմատի մեջ մեկս մյուսից փոխանցելով։ Մենք ուրիշ բան ենք փոխանցում, դա հաջորդ խորագիրն է։ Իսկ որպես գիրք կարծում եմ բիզնես էթիկա կամ ընդհանրապես էնցիկլոպեդիա էթիկի։ Հա, որը ինքը շատ կարևոր է։ Շատ կուզենամ, որ ինքը 10-րդ դասարանցիների մեջ որպես առարգա մտցնեն մեր դպրոցականների, քանի որ 10-րդ դասարանը ինքը հանդիսանում է դպրոցական եւ արդեն համալսարանական մուտքի շեմի եզրին են իրանք, կարծում եմ, որ շատերը նաեւ աշխատանքի են գնում, հարցազրույցի աշխատանքի, այդ ամփորձ վիճակից գոնե էթիկան կօգնի իրենց ու նաև ազնիվ փոխհարաբերությունները, որովհետև շատ եմ զգում, որ դուք շեշտը դրա վրա շատ եք դնում։ Իսկ ինչ վերաբերում փոխանցելուն, մենք հարց ենք փոխանցում, մեր ֆորմատի մեջ է մտնում, որ նախորդ հյուրը հաջորդ հյուրին, ովքեր որ բոլորը բիզնես ոլորտի ներկայացուցիչներ են, հարց են փոխանցում եւ ձեր հետն էլ է գալու, հարցին պատասխանեցելու կհնչեցնեք նաև ձեր հարցը։ Իսկ մեր նախորդ հյուրի հարցը եղել է հետեւյալը. եթե դուք 0-ից ամեն ինչ սկսեիք ձեր բիզնեսում, ինչը կանեիք այլ կերպ, ինչը կանեիք նույն կերպ։ Ես նորից կանեի ամեն ինչ նույն կերպ։ Դուք նորից ամեն ինչ նույն կերպ կանեիք։ Շատ լավ։ Ալեքսանդր ջան, որն է ձեր հարցը մեր հաջորդ հյուրին։ Հաջորդ հյուրին արդյոք ինչով որ զբաղվում է, դա անում է սիրով եւ դա իր ցանկությամբ է։ Ինչի համար, քանի որ շատերը այսօր զբաղվում են նրա համար, քանի որ շուկան պահանջարկ ունի կամ շուկան դրա կարիքն ունի։ Բիզնեսում էլ է այդպես։ Կան այսօր արվեստագետներ, որոնք որ բնականաբար հելնելով նրանից, որ խոսքի չգիտեմ, միգուցե ֆինանսը քիչ է կամ եւ այլը, իրանք սկսում են լրիվ մտնենց ոլորտով զբաղվելը, որ ընդհանրապես դա իրանց հետ կապ չունի։ Կամ լրագրողներ, որոնք որ խոսքի չգիտեմ, կապ չունեն բիզնեսի հետ, օրինակ եմ ասում, էլի, ոչ մի ինչ-որ անհատական թիրախավորում չկա մասնագիտական, հա։ Դրա համար ճիշտ կլինի, որ ընդրեն ինստիտուտներից, բուհերից այն մասնագիտությունը ոչ թե բալը հերիկեց սրան, իրանք նստան, չգիտեմ, ճարտարապետական ինչը հերիկեց նստեցին դիզայներական բաժին, այլ եթե իրանք հակում ունեն ճարտարապետ դառնան, ինժեներ դառնան, ավելի լավ է եւս նրանք փորձեն, հա, իրանք իրանց մասնագիտությամբ աշխատեն։ Ամփոփելով գլխավոր հարցը, թե արդյոք անում են սիրելով։ Այո։ Ալեքսանդր ջան, ինչ է բիզնեսը մեկ բառով։ Մոտիվացիա։ Մոտիվացիա։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Ալոս քաղցրավենիքի ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Թումասյանը։